Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը նախորդին Բաքվում Ադրբեջանի իշխանություններին հիշեցրել է, որ շուտապույտ ազատ արձակեն ադրբեջանական բանտերում իրենց պատիժը կրող Ռուսաստանի 11 քաղաքացիներին։ Մոսկվան այս հարցը ներկայացնում է որպես երկկողմ հարաբերությունների նորմալացման կարևոր պայման։ Սա այն նույն Ռուսաստանն է, որ 44-օրյա պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությամբ պաշտոնապես պարտավորվեց միջնորդի կարգավիճակով ապահովել հայ ռազմագերիների եւ պահվող անձանց անվտանգ վերադարձը։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանի միջնորդությամբ ոչ մի գերի մինչ օրս չի վերադարձվել։ Սա այն նույն Ռուսաստանն է, որը պարտավորվել էր ապահովել արցախահայության անվտանգության երաշխիքները, ինչին հավատալով հազարավոր մարդիկ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո վերադարձան Արցախ։ Ինչ եղավ հետո 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ռուս խաղաղապահների ներկայությամբ ուղիղ խախտվեց Լաչինի միջանցքի անխափան աշխատանքի պայմանը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը պարզապես իրազեկեց ռուս խաղաղապահներին, որ սկսում է հակաահաբեկչական գործողություն Ստեփանակերտի դեմ։ Այդ ամենի արդյունքում տեղի ունեցավ արցախահայության ամբողջական հայրենազրկումը, իսկ Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության ներկայացուցիչներին Բաքուն գերեվարեց ռուսների աչքի առաջ եւ նրանց թողտվությամբ։ Պատերազմից հետո վերջին 5 տարիներին ռուսաստանցի ոչ մի պաշտոնյա հրապարակայնորեն չի պահանջել Ադրբեջանից վերադարձնել հայ գերիներին։ Ուստի երբ այսօր Ռուսաստանը խոսում է նորից հայ-ադրբեջանական հակամարտության միջնորդ լինելու, խաղաղությանն աջակցելու պատրաստակամության մասին, անհրաժեշտ է արձանագրել շատ պարզ ճշմարտություն։ Երկիր, որը չապահովեց մեր գերիների վերադարձը, չկանխեց Արցախի շրջափակումը, չխոչընդոտեց Արցախի հայաթափումը եւ Արցախի ղեկավարների գերեվարումը, ոչինչ ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանցիների ներխուժումների ժամանակ, ոչ միայն չի կարող համարվել խաղաղության միջնորդ, այլ հանդիսանում է այդ ամբողջ գործընթացի քողարկված համահեղինակներից մեկը։